Այս հաղորդումը սովորական զրույց չէ, այն հանդիպում է ճակատագրի, փակված դռների, փակված էջերի ու հարցական պատասխանների մասին։ Այստեղ չեն հնչի պատահական խոսքեր, այստեղ կգտնենք այն պատասխանները, որոնք հաճախ մարդիկ չեն բարձրաձայնում անգամ իրենց երազներում ու մտքներում, բայց պայծառատես Անի Գրիգորյանը այսօր բացահայտելու է ողջ ճշմարտությունը ու այն իրականությունը, որը թաքնված է փակ դռների ետևում։ Բարի գալուստ մի հաղորդում, որտեղ յուրաքանչյուր խոսք կարող է դառնալ բացահայտում, յուրաքանչյուր հնչեցրած միտք նոր շոկային ապրումների հետևանք։ Բարի գալուստ, տեսնելով անտեսանելին նախագիծ։ Բարի երեկո Անի, շնորհակալ եմ, որ կրկին այս երեկո մեր տաղավարում ես ու պատրաստ ես քո յուրահատուկ ունակությունները գործի դնելով բացահայտել ևս մեկ գաղտնի հյուրի։ Բարի երեկո Ասադուր, ես նույնպես շնորհակալ եմ ձեզանից ինձ վստահելու, ինձ հավատալու եւ հրավիրելու համար։ Ինչպես արդեն տեղյակ եք, գաղտնի սենյակում գաղտնի հյուրը հետևում է մեր զրույցին, տալիս իր մեկնաբանությունները, ինչու՞ չէ կիսվում իր էմոցիաներով։ Գիտեմ, որ նախորոք այսօր մեր ադմինիստրատիվ խմբին ասել էիր, որ հյուրը իր հետ բերի 2 ծաղիկ։ Այո։ Մոտեցնենք ծաղիկները։ Իհարկե։ Հարգելի գաղտնի հյուր, առաջարկում եմ ձեր բերած ծաղիկները փոխանցել պայծառատես Անի Գրիգորյանին։ Շնորհակալություն, գեղեցիկ վարդերը, ցավոք 2 հատ, ձեզ։ Թե դուք եք 2 հատ ուզել։ Ես եմ 2 հատ ուզել։ Անի ափսոս են։ Ինչի։ Դուք կոտրեցիք ծաղիկը։ Լավ, կորեցի։ Կոտրեցի, որ հասկանամ հյուրի ով լինել է, նախ կոտրեցի, որովհետև իր կյանքում կոտրված սեր կա։ Հենց դրա համար կոտրեցի ծաղիկի գլուխը։ Հեսա ամեն ինչ կմանրամասնեմ, լավ։ Բարի։ Արյուն։ Այո։ Որովհետև տվյալ կնոջ ձեռքերը արյունոտ եմ տեսնում։ Անի վախենալու բան եք ասում։ Անի դուք ձեզ լավ եք զգում։ Այո, կին է։ Դե բնականներ ասեցի, կին է, բայց շատ տանջված կին է։ Ճիշտ ասում։ Ասեցի ձեռքերը արյունոտ։ Ինքը նախ արվեստագետ մարդ է, հա, բեմի մարդ է, ինչ որ տարբեր փալփլուն հագուստներ եմ իրան տեսնում։ Պարում է, երգում է, ինչ է անում, այդ ոլորտի մարդ է։ Աստված, ես ինչքան ճիշտ եմ խոսում։ Բայց ինքը ունեցել է մի քանի ամուսնություն, հասկանում ես։ Նախ ունեցել է մի հատ շատ լավ ամուսնություն, որից ինքը բաժանվել է, ոնց որ ես չեմ ուզում ինքը ինձանից նեղանա կամ հեշքի ասածես, բայց ոնց որ ինքը մորն է իրա լսել ու առաջի ամուսնությունից ինքը բաժանվել է, բայց շատ լավ տղա է եղել։ Նախ իրա պապան, հյուրի պապան, այսպես ասեմ, հա շատ հարկված մարդ է եղել շրջապատում։ Դե հիմի ձեր մարդը արդեն, էլ ինչ հարկված, ասենք, մեծ մարդ է։ Չեմ ասում հարկանքը կորցրել է, բայց հյուրը երկրորդ անգամ երբ որ ծանոթացել է իր կողակցի հետ, ուղղակի ես մի քիչ երևի շատերն են ասում, որ իմ լեզուն սուր է կամ ինչ, փակ տեղ եմ տեսնում այս տղամարդուն, հասկանում ես, որտեղ որ ինքը ծանոթացել է, փակ տեղ, ասենք, ոչ հիվանդանոց, ինչ որ ճաղավանդակներ եմ տեսնում, հասկանում ես, ու այս տղամարդը ունեցել է հոգեկան շեղվածություն, երևի այս աղջիկը չի իմացել կամ ինչ որ սենց լավ խոսքերին է տարվել, չգիտեմ, ինչին է տարվել, բայց պետք է ասեմ, որ այդ տվյալ տղամարդը իրականում ունեցել է լուրջ հոգեկան, այն որ շիզոֆրենիա կա, հա, ու այդ ավելի շատ արթնացել է այն ժամանակ, երբ որ ինքը օգտագործել է ոգելից խմիչքներ։ Էլ չեմ կարում, գիտես, չէ, ինքան ճիշտ է խոսում, չեմ կարում։ Հյուրը ունի մի հատ աղջիկ երեխա, բայց առաջի ամուսնուց է այդ աղջիկ երեխան ու շատ լավ բալիկ է ինքը, շատ խելացի, դաստիարակված, խելոք լավ երեխա է, բայց այս
ինչի վարդը կտրեցու, ինչի եմ սենց արուն տեսնում, այրուն եմ տեսնում, հասկանում ես։ Նենց տպավորություն է, որ հյուրը իր հարազատներից մեկի հետ այս տղամարդուն սպանել են։ Բայց չի կարելի, գիտեք, մահացածի հետևից բան ասել, բայց եթե ինքը չաներ, իրան էին սպանելու։ Ու իրա վրա կա այդ սպիերը, հետքերը։ Ինքը, գիտես ոնց, տես կարող է ինքը հիմի հեշկի ասի, չէ, ինքը ուզեցել է շիզոֆրենիկի մեջ լավ բան տեսնել։ Բայց, ասենք, իրան նեղացրել է, հայոյել է, վիրավորել է, բայց այս աղջիկեն, որ ասում է, լավ, առաջի պախտես չի ստացվել, հա, երկրորդն է ընտանիք կազմեմ։ Էս ինչ ահավոր է։ Առանց պատճառի այս հոգեկանը հարձակվել է այս մարդկանց վրա, հասկանում ես։ Այստեղ նայեք, դժվել է եւ ինքը, եւ հայրը, հյուրին հարազատ ճիկյաշ տղամարդ, ոչ սիրեկան, ոչ ինչ որ այլունակից։ Եթե չլիներ, այս աղջիկը հիմա մեռած կլիներ։ Անի։ Ինքը լավ աղջիկ է, ես չեմ կարա իրան վատ բառեր ասեմ, բայց էլի եմ ասում, իրա ձեռքերն եմ արունոտ տեսնում, կարող է ինքը հիմի հեշկի ասի, չէ, կամ ասենք իրան են խփել, տենց արնաշաղաղ վիճակ եմ տեսնում, այդ խելագարն է խփել, բայց այս երևի կամ իրան եղբայր է, կամ հոր եղբայր է, հասկանում ես, այս տղամարդը, ով իրան պաշտպանել է, ով սպանել է հենց իր ամուսնուն, ապագա ամուսնուն, որովհետև նորից եմ ասում, մարմինս փշաքաղվեց, եթե հանկարծ չսպաներ, իրան կսպանեին։ Մեր ոչ մենակ իրան, մորը, հորը, տունը ով կա, բայց հյուրը մի հատ էլ փոքր եղբայր ունի։ Ամենացավոտ կյանքի թեման է այս ամեն ինչի։ Որպես այսպիսին կարող է ինքը հանրության համար, որոշակի մարդկանց համար լինի մեղավոր, ասենք մարդիկ քննադատեն, որ ինքը մեղավոր է, որտեվ նման մարդու է սիրել, նման մարդու է տուն թողել, բայց եթե կինը այն որ ասում է սիրում է, հավատում է, ինքը սիրում է ականջներով, չէ։ Այդպիսի մի հատ խոսք կա։ Աստված ինձ ինչ արեց այս կինը։ Բայց էլի եմ կրկնում, այս տղամարդը շատ հավանական է եղբայրն է իրա, որ իրա կյանքը փրկել է, բայց այս տղամարդն էլ այնքան հիմի չասեմ ծիծաղելու, որ ասեմ հանձագործ տղա է, նարկոման է, գողական է, ուզում եմ հասկանամ, այդքան դուխ որտեղից էս խելոք տղային, որ կարողացավ, թե երևի այն որ տեսել է այդ վիճակը, հա իրա քրոջ վիճակը, այն որ ասում է Աստված է իրան այդ ուժը տվել, Աստված։ Չեմ ուզում իրան վիրավորեմ, բայց կադուն վակր է թարել, հասկանում ես, ես չեմ ասում ղզիկի մեկն է աղբերը։ Չէ, ճիշտ էլ ասում եք։ Բայց այդ ոլորտի տղա չի, հասկանում եք, այդ ոլորտի մարդ չի։ Ինքը էլի եղբայրն էր, երկում պարում է, խելացի տղա է, բայց եղբոր կյանքում ես կին արմատ չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ իր եղբայրը հիմի առանձին է ապրում, ինչ որ մի հատ տղամարդու հետ է ապրում։ Հա, պրոդյուսեր է, օգնականն է, ինչա չգիտեմ, իր կյանքը իր հետ, այդ ինձ չի վերաբերվում, բայց ինքը շատ լավ տղա է։ Իրան բոլորը սիրում են, ինքը համեստ վարկագիծ ունի, հասկանում ես, ճիշտ է, իր վրա եղել է սպանություն, հա, որ այդ մարդուն սպանել է, բայց այս են դեպքը չի, որ այս տղուն ասես մարտասպան, խուժան, նարկոման, շատ լավ տղա է ինքը, ու այս տղուն շատ մեծ փառքեր, բեմեր է սպասում, իրան մեծ բեմեր, որտեղ այս մարդուն համ ես երկ եմ տեսնում, համ պար եմ տեսնում։ Հիմի այսպիսի մի հարց կարող է ձեր մեջ ծագի, թե ինչի ես վարդի գլուխը չբոկեցի կամ ինչի կարմիր վարդին ձեռք չտվեցի։ Ինչպես գիտեք, սպիտակը ջահելություն է, երիտասարդություն է, իսկ կարմիրը արդեն են վաղ հասուն տարիքն է, որ ինքը ունի հիմի կողակից, ու այդ կողակիցը բավականին տարիքով մեծ է իրանից։ Աստված, մեզ ինչքան ճիշտ է խոսում։ Բավականին մեծ տարիք ունի, բայց այնքան լավ մարդ է, որ իրան այդ ցեխից հանել է, ու մի բան ես այս աղջկան չեմ տեսնում, որ ինքը Երևանի տարածքում է ապրում։ Ես չգիտեմ, առանձնացած է, ինչ որ գյուղ է, Ռուսաստան արտասահման իհարկե չեմ տեսնում, բայց այս մարդը ներկայիս կողակիցը այնքան լավ մարդ է, որ ինքը պատրաստ է եղել այս աղջկա փոքր աղբորն է բերի պահի, հասկանում ես, բայց քանի որ աղջկա Գիտեք, ոնց նստել եմ, նայում եմ, իր հոր մասին, երբ որ խոսում եմ, աչքերս անընդհատ սենց
աչքերից դեմ սևանում է, կամ իր պապան ունի շատ լուրջ տեսողության խնդիր, Աստված ջան, այս վերջն էր արդեն։ որ ես չեմ տեսնում այդ մարդուն սենց պարզ աչքերով հասկանում ես, ոչ թե խարտախաֆերիստ մարդ եմ տեսնում, այլ պարզ աչքերով չեմ տեսնում ու դրա համար փոքր տղան հիմի հայրիկի մայրիկի մոտ է, որտեվ պապայի խաթր, իսկ այս աղջիկանից ծնված աղջիկան, այս տվյալ մարդը, հա, այս իր կողակիցը, այնքան լավ է վերաբերվում, որ Այո, շատ երեխան լինի, այո։ ոնց որ իր սեփական երեխուն հասկանում ես, ես պետք է իրան ասեմ, որ դες կողքից ասում են, այս տղամարդը իբր խիստ է, իրան ամեն ինչից զրգում է, չգիտես ինչ է անում, ես ոչ այդ տղամարդուն ճանաչում եմ, ոչ էլ աղջիկան եմ ճանաչում, բայց պետք է իմ խորհուրդը տամ, որ այդ տղամարդը խիստ չի, այդ տղամարդը քեզ դրել է ճիշտ ուղու վրա, հասկանում ես, եթե հանգարց օրերից մի օր այս տղամարդուն բաց թողնես, իմացի դու կկործանվես, որովհետև նման լավ մարդ դու չես գտնի, այս մարդը քեզ ոչ թե այսպես զապրետներ է տնում, թե նկարահանման չգնաս, չգիտես ինչ չանես, ասում է այնպիսի կյանքով ապրես, որը որ կնոջը պարկես դու հարիր է ու ինքը շատ լավ մարդ է։ Ճիշտ է, մոտ 50-ն անց մարդ է, աղջիկը բավականին երիտասարդ է, բայց ինքը շատ կիրթ, շատ խելացի, սենց լավ մտածելակերպով մարդ է ու այլի եմ ասում, այս աղջիկան շատ վերելքների է հասցնելու։ Ներկա պահին ինչ որ տարածք եմ տեսնում, որ այս աղջիկը սաներ ունի, թե չգիտեմ ինչ են անում, երկում են, արտասանում են, ինչ են անում, չեմ կարող այդ ստույգ ու կոնկրետ ասեմ, բայց այս մարդը ամեն ինչ անում է, որ տվյալ աղջիկը, տվյալ կինը իրան երջանիկ զգա, մեկ էլ չկարողացա հասկանայի, ոնց որ թե հյուրը մենակ չէր եկել այսօր այստեղ, մենակ չի եկել, ուզում էի հասկանայի այդ ամուսինն է խանդում հետը մարդիկ է տրե ուղարկե, թե ինչ որ մեզանից է վախենում, բայց ինքը լավ մարդ է ու թող ինքը այս ամուսնուն պինդ պահի։ Ում հետ է եկել անի հյուրը։ Ազգականի տղա են, ինչ են, տենց տղամարդ կա հետները եկած։ Իրականում Կարենի տղայի հետ եմ եկել։ Բայց էլի եմ ասում, ինքը թող հետ չնայի անցյալին ու փագի այս արունոտ թեման, հասկանում ես, այս թեման փագի, իրան լավ վերելքներ է նորից սպասվում ու այս էլի եմ ասում, այս կարմիր վարդը, այս տղամարդը, ոնց որ իրան ասո պարգևն է, իրան շատ սիրում է, իրան շատ գնահատում է, իսկ իր երեխան այնքան լավ երեխա է լինելու, կարող է հիմի ինքը ուզում է, որ երեխան դառնա երգչուհի, պարուհի, դերասանուհի, բայց երեխան շատ ուրիշ ավելի լավ ոլորտի է գնալու, ես չեմ ասում Աստված սիրեք պարուհին, երգչուհին լավը չեն, բայց ավելի սենց հարիշ, բարձր պաշտոն է այս աղջիկ երեխան ունենալու ու շնորհիվ այս տղամարդու, որովհետև ինքը տենց խիստ նորմերով է դաստիարակում, հասկանում եք։ Ավանդապաշտ մարդ։ Տամ կրկին իմ հերթական հարցը, որի համար շատ մեր հետևորդներ ինձ քննադատում են, ինձ ասում են այլ եւ այլ բառեր, բայց ես դրանից ընդհանրապես չեմ նեղվում, հարգելի հետևողներ, հանգիստ կարող եք ինձ վիրավորել։ Հյուրի կյանքում տղամարդիկ շատ են եղել անի։ Գիտեք ոնց, դե բնական էր ասեցի, մի հատ առաջի ամուսնություն, մի հատ երկրորդ ամուսնություն, մի հատ այդ արեք չասենք, հա, շատ տղամարդիկ, չստացված կյանք, անհաջող փորձ։ Ուրիշ է, որ այսպես թաշկինագի պես տղամարդիկ են փոխում, հա կարող է հիմի այս տվյալ կնոջը չսիրողները, հա, մեկնաբանությունում գրեն, հայ, 1000 անգամ կներեք բարիս համար, անպարոյական փճացած այս ես իսկ անսիրազներ է ունեցել, երբ որ մարդու բախտը մի անգամ չի ստացվում, բնականաբար ինքը ձգտում է, որ հաջորդը կոնե լավ լինի ու ասենց համակերպվել էր, ուզում էր համակերպվել այս վադի հետ, ես այդպիսի բան չեմ ասել ու երբեք չեմ ասում, բնական է, երեք տղամարդ եղել է կյանքում, բայց ոչ իր մեղքով, ասենք ոչ մեկ այսօր մեղավոր չէ, որ ճակատագիրը մարդուն մատուցում է դժբախտություն, հասկանում ես, իսկ այս վերջի մարդը, ես էլի եմ ասում տղամարդը, խելացի, կիրթ, հասուն ու իրան էլ շատ գնահատում է, նորից եմ կրկնում, եթե դու իրեն բաց թողնես, ուրեմն իմացի, որ դու կդառնաս հանրության համար, ոչ մենակ հանրության, այլ այդպես կանցնես ձեռքից ձեռք, ինչ կանել հիմի ասես չի անի, չկա տենց բան, եթե այս տղամարդուն բաց թողնես, քո ճակատագիրը կդասավորվի հերու քեզանից որպես անբարո կնոջ ճակատագիր։
Հարգելի գաղտնի հյուր, ունեք հարց պայծառատեսանի Գրիգորյանին, թե միանաք մեզ ու շարունակենք արդեն 3-ով զրույցը։ Այս բայդրությամբ չունեմ ոչ մի հարց, բոլոր հարցերի պատասխանը, բոլոր իմ կյանքի այն օրերն, այն ամեն ինչը, որ ես ապրել եմ, ինքը ամեն ինչ ճիշտ ասեց։ Ավելացնելու ոչինչ չունեմ, շնորհակալ եմ ես։ Հուզված եմ շատ։ Հրավիրենք մեր գաղտնի հյուրին տաղավար ու շարունակենք արդեն 3-ով զրույցը RRS ֆորմատով։ Հյուրն արդեն տաղավարում է, մեր այսօրվա գաղտնի հյուրը, ինչպես արդեն մեր հեռուստադիտողները տեսել էին, պարուհի Լարիսա Հակոբյանն է։ Լարիսա, բարի երեկո, շնորհակալ եմ։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ գտար համարձակություն, եկար մեր տաղավար։ Ես էլ եմ ձեզ շնորհակալ, որ հրավիրել եք այս հիանալի հաղորդաշարին։ Ես շատ հուզված եմ։ Մերսի ձեզ շատ։ Շնորհակալ։ Անկեղծ ես չէի սպասում, որ այս ամբողջ իմ կյանքը սենց մի րոպեում ամեն ինչ ասեցիք, այնպես ոնց որ իրոք եղել է։ Որն էր այն խայծը, որից դուք գաղտնի սենյակում այդպես էմոցիոնալ պորտկում ունեցաք։ Իմ կյանքի ամենավատ օրը, այն որ դա ամեն օր ինձ հետ է, ամեն պահ դա կապ չունի, որ իմ կյանքը փոխվել է դեպի լավի։ Ես այդ պահին արդեն ինձ կորցրեցի ու մինչև հիմա չեմ կարողանում այդ հուզմունքս։ Լարիսա ջան, կներեք, որ ասում եմ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս որպես պայծառատես, իհարկե եթե ընդունում եք խորհուրդը, փակի այդ էջը, որովհետև ինչքան վատ մարդ, չար մարդ, կեղտոտ մարդ կա, ինքը մնացել է անցյալում ու նոր ձեզ ասեցի, որ այս կարմիր ծաղիկը փոխաբերական իմաստով եմ ասում, ձեզ շատ մեծ երջանկություն է տվել ու հələ տալու է։ Ես համոզված եմ, ես հիմա շատ երջանիկ եմ, ունեմ կայացած ընտանիք, որի համար իրոք Աստծուն շնորհակալ եմ։ Բայց այն ցավը, որ միշտ ինձ հետ է ու դուք այդ ամեն ինչը հատ ասեցիք, այդ ինձ համար շոկ էր ուղղակի։ Բոլոր արտահայտած մտքերի հետ համաձայն ես, Լարիսա։ Բոլոր։ Կար ինչ-որ թեմա, որի մասին կուզեիր, որ տեսներ պայծառատեսը, բայց այդ մասին չխոսվեց։ Հետո իմ հետ ինչա լինելու։ Լարիսա ջան, ես քեզ մի հատ տղապալիկ տեսա, բայց չեմ կարող ասեմ, այս թվի մեջ չէ, բայց այս ամուսնու հետ է կապված։ Ես չգիտեմ, ինքը պետք է այն որ ասում են էկոյով լինի, ծվաբջիջով, ոնց պետք է լինի, բայց այդպես ես տեսա, հասկանում եք։ Ես չգիտեմ ունեք իմի այդ մտքերը թե չունեք, բայց անպայման այս մարդու հետ կապված ժառանգ ես ունենալու։ Շնորհակալ եմ, ես մենակ երջանիկ կլինեմ շատ։ Ունեք ավելացնելու որևէ։ Չէ, շնորհակալ եմ, իրոք շնորհակալ եմ, կապ չունի որ այսքան հուզվեցի, ինձ համար շատ հետաքրքիր էր այս ամենը։ Ամեն դեպքում կա մի կյանք, որի մասին խոսեցիք ու շատ ճիշտ։ Այդ իմ կյանքն է։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես նույնպես շնորհակալ եմ վստահելու, որ վստահել եք, եկել եք, որովհետև քիչ մարդիկ կան, որ ուզում են որ բացահայտենք իրենց անցյալը ներկան եւ ապական, դուք են մեր խեզախներից մեկն եք, որ համարձակություն կտակ։ Այո։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ քեզ Անի, որ այս երեկո եւս մեզ հետ էիր ու ուժերի գերլարումով աշխատեցիր։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ դուք դիտում էիք տեսնելով անտեսանելի հերթական թողարկումը, իսկ մեր այսօրվա գաղտնի հյուրը պարուհի Լարիսա Հակոբյանն էր։ Շարունակեք հետևել 168 Live-ին, կհանդիպենք շատ շուտով։